Ես երբեք ես հաղորդմանը չեմ գա։ Իսկ լուսամուտները բերել եք մեր տաղավար դուք։ Իլիկոնները թխում էի հաց, հիմնականում բուլքիներ էին։ Չեմ ուզում քեզ ցավացնեմ, արևս, ինչ ես հացածից ավիլա դու։ Լավ, հարմարվել ենք, չէ՞։ Լևոն, ինչի վատ սցենարով սիթքոմները բարձրացան թատրոնի բեմ։ Այսօր արվեստով, թատրոնով ու կինոյով չես կարող ընտանիք պահել։ Գիտեիր, հա։ Հո լագոտ չեմ։ Քո աթոռը դեռ տակը տա։ Ես մենակ եմ ինչեր հիմա։ Ես չեմ եկել տարիքս արեգրեմ ցես խաղ։ Ես ռոբոտ արդեն ինձ ներվան ասում եմ։ Ազելի դիտողներ, շնորհակալ եմ շատ։ Պարոն Հարությունյան, կարող եք վերցնել ծխախոտը հենց հիմա էլ ծխել։ Ես քո սրտին մեն, այ էսա, իսկ տղական դեմ ձեն չանես, այ էսա տղեն։ Կներեք համեմատի համար, որ ես կարամ բնության հետ համեմատեմ, բայց էսա տղեն էլ էսա թեթև արժեք ունի ես կյանք։ Հենց նես չի որ սիրում եմ ձեզ։ Սիրող սիրտը մի անգամ կզանգի, հա զանգել եք։ Եթերում թիվ թվաբանությունն է, այսօր ես իմ բախտն ու ինտուիցիան փորձելու եմ իմ մանկության ամենասիրելի հաղորդավար, դերասան, շատ սիրված դերասան Լևոն Հարությունյանի հետ։ Ողջույն ու շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Երբ որ փոքր էի ու յոյո շոուն նայում էի, երազում էի մի օր ձեզ հետ դեմ դիմաց շփվելու մասին ու երազանքս 26-ում կատարվեց, բայց դե կարևորը կատարվեց։ Մարդկա դա կատարում է 50-ում, 60-ում, պատկերացրեք ինչ երջանիկ եք դուք։ Շատ երջանիկ եմ ու ուրախ։ Ձեր միակ մինուսը այն է, որ ես ձեր համար երազանք եմ արևս։ Դուք ավելի մեծ երազանքներ ունեցեք։ Պարոն Հարությունյան, դեմ չեք լինի, որ ձեզ Լևոնով կոչեմ եւ դույով խոսեմ։ Ընդհանրապես տանը ինձ ասում են Լյուլյու, բայց ասեք Լևոն ինձ։ Լևոն, գնացինք։ Լևոն, գիտեք մեր խաղի կանոնները։ Դեռ ոչ։ Դեռ ոչ, հիմա ներկայացնեմ։ Մեզ հետ տաղավարում է նաև ռոբոտիկը, որը օժտված է արհեստական բանականությամբ, կոչվում է 963։ Այս ռոբոտն այսօր մեզ հարցեր է տալու, որոնք թվային պատասխաններ են ենթադրում, եւ մենք գուշակելու ենք այդ պատասխանները, գրելու ենք այս գրատախտակին ու հետ հաշվարկի ժամանակ պտտենք։ Ում թվային պատասխանը ավելի մոտ կլինի ճիշտ պատասխանին, նա էլ կհաղթի խաղում։ Ես ռոբոտ արդեն ինձ ներվան ասում եմ, որովհետեւ ես ամեն 21-րդ դարի հիվանդությունը արհեստական ինտելեկտման, դուք հասկանում եք, որ մարդը մարդուն կտրում է, մարդը մարդուց կտրում է, էլի։ Կարևորը մենք այստեղ միասին նստած ենք, բայց որոշում կայացնի կամ չգիտեմ։ Չի որոշում, նա հարցնում է, մենք պատասխանում ենք։ Ինքը համարում է, որ ինքը ամեն ինչ գիտի, դա ամեն ինչ մեր հաշվին է։ Այս մարդը աշխատում է մեր ուղեղի մակետով։ Վերցրեցին, այն ինչ որ մարդը իր ամբողջ կյանքի ընթացքում իր ուղեղը չօգտագործեց, այս կներես էլի որ այս ապուշը այդ փոխարեն ամեն ինչ անում է ու այսօր ինքը դարձել է անհասանելի արհեստական գնահատականի գնում առաջ այդ մենք պետք է մարդկությունը պետք է առաջ գնալ ոչ թե պրիվետ խոսքով կներես ոգևորվածի Պրոստի ես իմ համար մարդկային փոխհարաբերությունը աշխարհի ամենակարևոր բանն է մենք այսօր ընկել ենք իրանց խելքի մենք այսօր ընկել ենք սրանց խելքին մենք այսօր ուզում ենք սիրուները արա սերը քո ներսում է քո գեղեցկությունը քո ներսում է ինչ ես դրել ֆիլտր առանց ֆիլտրը դա լինում է մեքենայի վրա որ ասենք մակրում էր արա ֆիլտր բառի մեջ մակրություն կա դու քեզ մակրում ես քեզանից շատ դաժան բաներ եմ ասում հարցը դուր գնանք տուների բարես խնդրում եմ արևս իմ դա է ուզում ասել առաջին հարցն ենք լսում թազապտի գրենք այսքան չէ դատիկը տամ գիտես չէ կոնկրետ նա Էլի Լուիսն ադզում 20 կեմարա Գնացինք առաջին հարցն ենք լսում Օրական քանի հաց է թխվում Եվրոպայում Եվրոպայում ինչքան հաց է թխվում 18 կոմարս բաժան չեսի չեղա մի րոպե 47 Հացակեր ժողովուրդ չեն եվրոպացիները բայց Всё Մտածում ենք 3 2 1 Դեպի այն տեսախցիկը Ձեր կարծիքով 5 միլիոն 600 հազար 600 հաց 5 միլիոն 600 հաց 20 միլիոն իմ կարծիքով Լսում ենք ճիշտ պատասխանը Եվրոպայում օրական թխվող հացերի քանակը կարող է հասնել մոտ 50-ից 60 միլիոնի Լավ էլ հացակեր են փաստորեն Չնայած երևի փոքրիկ բագետներ են Ես այս սվերին չեմ հավատում
Չկարա 50-ից 60 միլիոն հարց։ Փոքրիկ բագետներ են երևի թխում։ Դա հարցը կա, չափը ռազմերի имеет значение, չի կարա 50-ից 60 միլիոն։ Սա սուտ տարբերակ է, բայց ամեն դեպքում 1-0 դուք արժեք։ 1-0 օգուտինց։ Okay, yes. Yes։ Բայց դուք ռոբոտի հետ ծանոթ չեք։ Չէ, մենք ծանոթ ենք, բայց հարցերի պատասխաններն ու հարցերը ինձ ծանոթ չեն։ Կուզենայի ձեր ասացի վրա փրշտայ ասեի այդքան չի։ Չէ, ну, սուտա, բայց приятный է, անցնենք առաջ։ Կատակ եմ, լավ, անցնենք երկրորդ հարցին։ Չէ, երկրորդ հարցին չենք անցնում, պիտի զրուցենք մի քիչ։ Լևոն ջան։ Ուզում եք արագ ավարտեք քննակ, չի։ Ինչի մասն եք ուզում զրուցել։ Ուզում եմ զրուցել ձեր հաց-թուխ լինելու տարիների մասին եւ այդ զավեշտալի պատմությունների, եթե այդպիսիք եղել են։ Ես դա Մոսկվայի Միացյալ Նահանգներում, այսինքն Ռուսաստանի Միացյալ Նահանգներում 92-93 թվականներին, երբ որ բոլորն էին փախնում Հայաստանից, բայց փառք Աստծո ես հասկացա, որ դա իմ թանկ տեղն է, ես իրավունք չունեմ իմ փոքրիկ հողապետորը շունուշ ընկյալի տամ, երջանիկ եմ որ վերադարձա, կարող է ես այնտեղ լինեի, ես իմ ասենք լիքը փողեր, բաներ, կարող ավելի շատ երջանիկ լինեի։ Բայց վերադարձակ մեծ երազանքի համար, չէ՞, Ես երազանքով չեմ վերադարձել։ Չէ։ Ես ուղղակի տուն եմ եկել։ Դա ամենակարևոր թանկ բանն է։ Բայց դե իրավիճակների հանգամանքների բերումով ես իրիկունները թխում էի հաց, հիմնականում բուլկիներ էին։ Իրիկունը գիշերը թխում էի, առավոտ դնում էի մեքենաների մեջ, Մոսկվային էի կերակրում։ Ուզում եմ ասեմ, այդ ազգին ասեմ, որ հիշեք, որ դուք էլ եք իմ ձեռից հաց կերել, ուտենց ես մի քիչ նորմալ պահեք։ Հիմա թխում եք, երբեմն այդ փորձառությունը հիշում եք։ Ես սիրում եմ խոհանոցում։ Ինչ եք պատրաստում։ Ամեն ինչ համարյա։ Եթե ունենում եմ ռեցեպտ, փող եւ ինգրեդիենտներ։ Չէ, սիրում եմ խոհանոցում, բայց տոլմա եմ սիրում պատրաստել, պոմիդորով ձվածեղ, սպաս եմ եփում բորշ, ամեն ինչ էլ անում եմ։ Չոչելի է։ Հա, եթե սոված։ Համով եք սարքում, ինչ են ասում։ Շատ։ Եթե սոված կրնեք, գրեք իմ համար 094, մնացածին ձեր ճաշակով հավաքեք, որ համարով զանգեք, մեկա ես եմ վերցնելու։ Ես ունեմ ձեր համարը, կարող եմ զանգել։ Իհարկե։ Զանգեմ, սպաս շատ եմ սիրում։ Նախապես պատվերը տվեք, քարտը կուղարկեն, գումարը կուղարկեք քարտին։ Պայմանավորվեցինք։ Ես ձեր հարցազրույցների ժամանակ իմացա, որ ձեր ծնողները Գյումրիից են։ Արմատներով Գյումրիեցի են, բայց 67 թվականին տեղափոխվել են Արագածոտնի մարշ աշխարհակիր։ Ես անկախ ինձնից ծնվել եմ, ինձ ոչ մեկ մի բերան չհարցրեց, ուզում եմ ծնվեմ, չեմ ուզում ծնվեմ։ Մերոնք գիշերը որոշեցին, որ ես պիտի ծնվեմ ու ինչ-որ ժամանակ։ Դժգոհ եք իրենց այդ որոշումից։ Ոչ։ Ես երջանիկ եմ, որ իրանք են իմ ծնողները։ Խոսում եք, չէ՞, բարբարով։ Որ բարբարով։ Գյումրու։ Այո։ Ես ուզում եմ փոքրիկ խաղ խաղանք։ Ես կարող եմ սխալ խոսամ։ Ոչինչ, ես ձեզ ուղղեմ։ Սուգուբը Գյումրի Լեննագան քաղաքի բարբարը ուրիշ է։ Քանի որ իմ մանկությունը անցել է ռայոնում, Ախուրյանի շրջանում։ Հա։ Ռայոնների բարբարը մի քիչ ավելի կո, բայց տակից դուրս Եկեք փորձենք, ես ձեզի կուղեմ, ես Լեննագանցի եմ։ Դուք եք Լեննագանցի արմատներով։ Թե հոգեբանությամբ։ Չէ, արմատներով։ Ձերոնք ուզից են։ Հենց Լեննագանից։ Մի խապե ուզից են ձերոնք։ Մերս հոկտեմբերանից։ Ինձ մեշ է, աղջիկոն։ Շատ խառը խառնուրդ է։ Մոլոդես պապա անդիր վիբրերել։ Դրա համար մինչև մի ուրախ կաբրի։ Իհարկե, հոկտեմբերանից ով որ վիբրանում միշտ ուրախ կաբրում։ Պապան գիտեր ուր դեղից էր բռնեցել։ Դե մաման էլ ումպես ոչինչ։ Մամայի մասին, մաման սրբություն է, արի մամային չկպնենք։ Լավ, ինչ խսես։ Գնացինք, ես մի բառեր կսեմ, այս հատվածը արի բարբարով խոսանք։ Կհասկնաս։ Իհարկե։ Կհասկնաս, չէ։ Մի ես քեզի բառեր կսեմ, դու պետք է գուշագես։ Աբա։ Գրական հայերենով պետք է ճղկեղնի։ Դավայ, ռեստորաց լանձի։ Չախլամա։ Չախլամա, այդ թաննա։ Չախլամա, թաննա, չէ։ Գիտեիր, հա։ Իհո լագոտ չեմ։ Ինչ խել։ Թավաքյալի։ Թատալաբազ, տենց։ Թատալաբազ, այդ բառն է չիդեն մարդիկ։ Բա,
Թավակյալի խելար էլի տարօրինակ մարտարարած։ Շղկսել Արթուր Մեսյան այդպես էլի։ Ջինդար, փնթի։ Չէ։ Ջինդար անդեր։ Այո։ Ջինդար անդեր։ Բանի անճաշակ ինչ-որ սես բան կա, ջինդար են, որ քնձրոտ բան, ոնց ասեմ, արա վատ հակնված, էլի։ Չէ։ Բարացալավ Ջինդար անդեր, հլը։ Չէ, ջինդար անդերն է, ինչ։ Քզիպ։ Չէ, ջինդարը դա։ Վայ։ Ջինդար անդեր։ Տատ ջան, նա էս սիտուացիայի մեջ որ յանի փող չեն տալու քզիպ անդեր, ջինդարը դա ասում են բալես նավսակի մի հատ պապայի հետ խոսես, իրան հետ հարցը կամ մամդ կա հələ։ Մամաս։ Հա, ինչ։ Անպայման մամիդ մոտեցի։ Մամաս քսե զատո ջինդար անդեր։ Բայց մամդ քեզի բացատրություն չի ասել ջինդար անդեր, չի ասել քզիպ անդեր։ Ջինդարը դա ուրիշ բան, արևս։ Միկը համոզ է, հա։ Չեմ համոզի, թողենք օթում, դուք համարս ունեք։ Ես զանգեմ ցեզի տեղակ պայեմ։ Գնացինք առաջ։ Քյոշա։ Ինչ։ Քյոշա անկյուն։ Մի հատ մեծ քյոշից բանը բեր։ Լավ, կարող է բառ հիշես, որ ես գուշակեմ։ Լախանեն գիտեմ, կաղամբն է։ Փուրչուլուկ։ Գազարն է։ Բայց փուրչուլուկը ավելի շատ ախրքյալագի բարբառն է, քան մեր։ Լեննական է կօգտագործում։ Դու մենք քիչ կսենք, հա։ Եղավ, հա, դուք քիչ կսենք։ Մենք քիչ կսենք, էշտանք առաջ։ Կատակ, որը լսել ես ու շատ տպավորել է քեզ ու ամեն առիթով կարող ես պատմել։ Անեկդոտ։ Ես մեծ սիրով ու հիշողությամբ միշտ պատմում եմ, որովհետև դա կատակ չէր, դա իրավիճակ էր, որ իմ համար շատ խնդարվեր։ Անգաջս զնգած, հիշում ես այդ Լեննականում։ Մորս հետ նստած հաց կուտեինք, հաց կերավ մենք իսավ, վայ, անգաջս զնգած, վայ թե մերս է։ Սի մամ, լավ պես բաներ մի ավա, դա ինչ ես եմ սա վկանի, լկանի։ Սի ինչ ես եմ մամ։ Հատբոյ կնած։ Այդ իրավիճակի իմ համար աշխարհի ամենածիծաղալու, ամենակժոտ իրավիճակն ու ամեն անգամ հիշելուց նույնիսկ պատմելուց ես մեծ հաճույք եմ ստանում ու հպարտություն կամ մեջս էլ մի խոսքը վետեր ամենաթանկը այդ այն Ինչն է ուրախացնում քեզ ծանր օրվա ավարտին Չսես կնոջ գիրկը Չէ Կինը լավ բան է Մենք կինը բան չի կինը հոգի է ամենաշատ ինձ դուր է գալիս ու ես այդ օրը տվել եմ ինչ-որ բան իսկ եթե տված չեմ ելնում ես այդ օրը ավելի դատարկ եմ դապես ըստ բնության օրենքի տալուց է չէ դատարկվում իմ մոտ այդպես չի ես երջանիկ եմ որ մարդուն ինչ-որ բան տվել եմ Շարունակենք խաղալ Եվ գնանք երկրորդ փուլ Ինչ ես հացածից ավելի դուր Լավ հարմարվել ենք չէ Չէ դե ընթացքում էլի ենք զրուցել բայց նաև լսենք դարձրիկ Պելեն որ կար սա ուր էր Ձեր սիրելի ֆուտբոլիստն է Չէ ուղղակի ինքը կար իմ կյանքում Լավ անցինք երկրորդ փուլ գնացինք 1-0 Որքան գումար է ծախսվել Netflix-ի ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմի ստեղծման համար։ Ինձ թվում է ֆանտաստիկա են նկարել։ Ամենամեծ բյուջե։ Ահա, բայց Netflix-ի։ 3-2-1 Իմ կարծիքով $20 միլիոն Լևոնի կարծիքով $500 միլիոն Լսենք ճիշտ պատասխանը ես անհամբեր եմ Netflix-ի ամենաբարձր բյուջեով ֆիլմը Մոխրագույն տղամարդ ֆիլմն է, որի ստեղծման համար ծախսվել է մոտ $200 միլիոն Դե շատ է իր գրել, բայց իմն էլ շատ քիչ էր էլի Իմը 100-ներով էր, բալակոնը 20 Մեկ բալես, մի էլ քեզ բանարա, խնդրում եմ արևս, տուր է թիմներ Իմնա մոտխի, ոնց է իմը մոտ, 20 միլիոն Երեխեք եկետենց հաշված չանեք Ես, ես երբեք ես հաղորդմանը չեմ գա, որովհետև լոգիկա չկա ես,
ամեն ինչի մեջ, խնդրեմ ես վերցրեք, արագ հարցեր տվեք, այստեղ ունեմ գնալու։ Ես հələ պետք է կիսաբաց լուսամուտներ նկարվեմ։ Կիսաբաց լուսամուտները բերել եք մեր տաղավար դուք։ Չեմ բերել, փակել են վաղուց։ Որակով ու լավ բովանդակությամբ ու աշխարհում մրցունակ ֆիլմ ստեղծելու համար Հայաստանում ու մեզ գումարն է պակասում, թե Այն ովքեր որ ուզում են անեն, իրանք պատրաստ են անեն։ Իրանք չունեն հնարավորություն։ Այդ մարդու երևակայությունը այսքան է։ Այս երևակայություն, դե գիտես, կինոն թանկ հաճույք է։ Կինոն փող սիրող հաճույք է։ Այս մարդու երևակայությունը այսքան է, այս գումարը այսքան է, չէ՞։ Ասում ուզում եմ ասում գումար, ասում չէ, մին գումարը այսքան է, ու ինքը երևակայությունը փոքրացում, բերում հարմարացում այս գումարին։ Всё։ Լևոն, ինչի վատ սցենարով սիթքոմները բարձրացան թատրոնի բեմ։ Ախր ընդեղի մեր գոլեգաներն են դուք։ Դուք ինձ այդ հարցադրումով ստիպում եք, որ ես խելոք երևամ, ես խելոք չեմ։ Ես էլ եմ այդ ցածր մակարդակի սիթքոմներում եղել եմ, մասնակցել եմ, բեմ եմ բարձրացել։ Բայց ես իմանալով հանդեպ որ դա ցածր մակարդակ է։ Մի տարբերակ կա։ Չանել։ Չանելու դեպքում այսօր արվեստով, թատրոնով ու կինոյով չես կարող ընտանիք պահել։ Դրա համար մենք դերասաններս, մենք ոչնչություններս տենց անում են ստից բանի գնում ենք։ Կան դերասաններ, որոնք դրան չեն գնում, ու ես հարգում եմ այդ դերասաններին, հալալ այդ մարդկանց, իրանք չեն խորդում։ Կարողանում եմ բացատրել։ Իսկ ով է մեղավոր, ով մեղավոր չի, բոլորս ենք մեղավոր։ Դրա համար պետք է ծնվի մեկը, որ որոշ ինչ-որ բան անել։ Սկզբից իհարկե մենք հայերով կխնդանք այդ մարդու վրա ինչ ենք անում, այդ ժպիտը, այդ հռոթը կվերածվի թե ժպիտի, այդ ժպիտի մեջ կլինի հավատք, հետո կհասկանա վայ ինչ լավ բան է, հետո ինքը կդառնա լիդեր, երբ լիդերին հավատում ես, կարողանում ես ինչ-որ բան փոխես։ Ես ուզում եմ մենք մեզ հավատանք ու մենք կարողանանք գոնե ինչ-որ փոքր բաներ փոխել, որովհետև ինձ թվում է դետալներ փոխելով կկարողանանք մենք ամեն մեկը շարժիչի գործի գցել մեր տեղում ու անենք մեր գործը։ Այս պետության ամենամեծ խնդրեմը գիտես որն է, որ ոչ մեկ իրանց տեղում չի։ Մի խոսքով երեխեք։ Գնանք։ Չէ, խոսանք այս թեման լավն է։ Մի ուրիշ հարց դուր։ Ջան, ասա։ Շարունակենք խաղալ ու ընթացքում խոսենք։ Ես չեմ եկել այս տարիքը սա եկել եմ ցերես խաղալ։ Խաղացինք երրորդ փուլ ենք գնում 2-0 հաշվով, ինչքան էլ ես սպնդեցի, որ 1-1 դառնա հաշիվը։ Լսենք։ Քանի տարեկան է ամենահին հայկական թատերական ներկայացումը։ Օ։ Ինձ թվում է Թիֆլիսում այն ժամանակ, երբ մեր մտավորականությունը ապրում էր։ Ինչ խանգարում եք մտածել։ Գրեցիք։ Այո։ Յանի ճիշտ են գրելի։ Երեք երկում եք, արթնացեք, պտտենք։ 2500 2500, ես արտագրեցի։ Եվ 2300 իմ կարծիքով։ Լսենք ճիշտ պատասխանը։ Պեպոն հայ թատերական արվեստի ամենահին ներկայացումն է, որը բեմադրվել է 1873 թվականին, այսինքն 152 տարեկան է։ 3-0 բոլես։ Բայց էլի ես եմ մոտ։ Իմ 2.5-ը կոն 2.3-ը։ Ես անդեղից իրանց կճղեմ, որ իրանը հարբտ ու բան 3-0 բոլես։ Դե նայ կողասատները դե կանգնած են դանակներով նրանք հաղթեն։ Չի գա դուք հյուրերին այդպես չեք ընդունում, ժողովուրդ սիրուն չեք ընդունում, լուրջ եմ ասում։ Դաժե ես մտել եմ ներս մի բաժակ կոֆեն ինչա չեք տվել։ Չխմեցիր։ Խմել եմ, կիսատ եմ թողել։ Բերեք թող շարունակի։ Չեմ ուզում շարունակո, չէ։ Ծխախոտն ու սուրճը բերեք այստեղ։ Չէ, մի ագիտաց։ Ինքը չկա, ինքը չէր, քնած էր, բան։ Ծխախոտն դատիկը տան բալես մերը, всё փակել։ Ես, բայց Պեպոն է փաստորեն առաջին բեմադրությունը հայկական։ Ադե ասում են էլ։ Հնչյունային ֆիլմն է, չէ, բայց առաջին Պեպոն։ Դա հնչյունային ֆիլմն է, բայց դա ֆիլմ է, դա ներկայացում չի։ Չէ, ուզում ասեմ, նաև հնչյունային առաջին ֆիլմն է։ Ռոբոտին ձեր կյանքից ռադար եք, սա բան չէ։ Ամենասկզբից եկաք փնովեցիք դրա համար էլ պարտվում ես։ Նի, ախր ես չեմ պարտվում կյանք։ Ես կյանքում, ասենք, իրան կյանքում չեմ պարտվի։ Այն ինչ որ ես ունեմ ինքը չունի։ Ում կպարտվի Լևոն Հարությունյանը։ Ես ունեմ հոգի։ Այս ուռոդը չունի բալա։ Իմը իր տարբերություն։ Նեղանալու է թողնի գնա։ Թողնա ցավը տան, ոնց կարա հոգին անհոգի երևույթին պարտվի։
Ոնց կարա մարդը Ինձ էս պարտվում, ոչ թե ռոբոտին։ Ես պատրաստ եմ մի ամբողջ հավերժություն պարտվել։ Բայց հարցադրումներն էս լավ, բալես 3-0 Այս ծափերն էլի շատ ցածր։ Մեր հին հայկական ֆիլմերից թևավոր խոսքեր եմ առանձնացրել, առաջին հատվածը ես ասեմ, դու շարունակի։ Կաշխատեմ, ես ճիշտ ասած իմ հայկական ֆիլմերը նայել եմ, բայց այն դրսի ֆիլմեր, ամերիկյան։ Չէ, հայկական ֆիլմեր են։ Նա հասկանում եմ, ես չեմ սիրում ֆիլմեր նայել, ոչ թե նրա համար իրանք պատն են, չէ։ Ես չեմ կարողանում դառնալ հանդիսատես, դրա համար վախենում եմ ֆիլմեր նայել։ Այսինքն այնքան չի տրամադրում ֆիլմը, Չէ, որ քանի որ ես այդ բաները գիտեմ, գաղտնիքում եմ Լուիսը ստեղ էր բանը, այս բանը, այս կադրինցի, ո բանը, հասկանում եմ, ես ուժեմ բաց եմ թողնում։ Այսինքն չեմ դառնում հանդիսատես, չեմ մտնում մեջը։ չի եղել երբևէ որ։ Եղել է։ Բաբեկի Շոուշենկ այդ ֆիլմն եմ նայել։ Underground։ Պաշտում եմ մենք ենք մեր ցարերը։ Թուլանում եմ Սարոյան եղբայրների համար։ Մեկ ես վերջի ֆիլմը Ուրեք տղաներ պաշտում եմ։ Դες ֆիլմ չկա։ Չեմ նայել այդ ֆիլմը։ Ուրեք տղաներ գժոտ ֆիլմ է, ես չեմ նայել։ Դες ֆիլմ չկա արևս։ Ես էլ ասում եմ, ինչ ֆիլմ է։ Բա։ Բայց այդ ինչ կարողա նկարես։ Չէ, դա այն երազանքն է, ուզում եմ նկարեմ Ուրեք տղաներ, որտեղ ես երկիրը տաղու պակաս ունի։ Սկսենք։ Իհարկե։ Ով ես։ Ով ես։ Չեմ հիշում։ Չէ։ Ընկերպետը։ Այդ որ ֆիլմից էր։ 0199։ 0199։ Ահա, հիշեցի։ Կներեք։ Թե որ դու ինձ չէիր կանչել։ Ես լողացողը չէի։ Այո։ Մենք ենք հեսարից շերենց։ Որ ասում եմ ես։ Որ ասում եմ ես, բանն էլ հետ սա, հարսնացուն հյուսիսից։ Արուսը։ Ահա։ Իսկ որ դու ասում ես ես, ով է հետդ։ Սա կյանքային հարց է։ Ես մենակ եմ ինչև հիմա։ Ես ունեմ հրաշք տղա, իմ տղեն ունի հրաշք մայր, իմ տղայի հրաշք մայրը իմ ամենամոտիկ ու հարազատ ընկերն է, ու ես երջանիկ եմ, որ ես եմ այդ կնոջից երեխա։ Այդ կինն է ինձ տղա պարգևել։ Կդրավ։ Կդորում է երկինք։ Այո։ Կեղնի օրում երկնքից տեսնիմ։ Մեր մանկության տանգոն Գալյանովենց, յանի Կրանամ ծնգացուկ մոդետ կեղնի մի օրում։ Հա, Գալյանովենց երկնքից տեսնիմ, թե աշխարհն ինչի է սպես ծուռ։ Հա, Գալյանովենց խոսքերն։ Այո։ Ինչ խորհուրդ կտաս այն երիտասարդներին, որոնք նոր են ընտրում դերասան դառնալու ճանապարհը։ Ես առաջ երթին միշտ ովքեր որ ուզում են մտնեն այս մասնագիտության մեջ, ես միանգամից իրանց ասում եմ մի ընտրեք ես։ Սա ծանր մասնագիտությունը պարտավորեցնող, պատասխանատվություն կրող մասնագիտություն է։ Այս մասնագիտությունը դու պիտի ամեն օր տեր կանգնես, ամեն օր ինչ-որ բան ավելացնես քո գործիքների վրա, որը քո մարմինն է, խոսքն է, միտքն է, աչքերը դա։ Այս մասնագիտությունը ոնց բացատրեմ, ինքը մի հատ սիրուն բասկաթոռ է, շատ սիրուն, որ բոլորն ուզում են նստեն այդ աթոռի վրա, բայց իր մատերիալը, ինչից որ սարքած է, ինքը շաքար է։ Դրա համար պետք է ամեն օր զոնտիկը ձեռի դնի, որ այդ աթոռի վրա անձրև չկա, որտեղ հալվելու է գնալ։ Այսինքն իրան պետք է տերը լինես։ Այս մասնագիտությանը պետք է տերը։ Քո աթոռը դեռ տակը տա։ Չէ, իմ աթոռը վաղուց։ Հալվեց։ Չէ։ Բայց ես ամեն օր շատ եմ լզում այդ աթոռը։ Ինքը քաղցր է։ Կոպիտ բառ չէ, լիզել։ Ստորացնող բառ չէ, բայց հանուն այս մասնագիտության կարող ես ամեն օր թեթև ստորանաս այս մասնագիտության դիմաց։ Թող բոլորը իրենց մասնագիտությունը այդքան սիրեն։ Մեր հաշիվն եմ մոռացել։ 3-0 օգուտ քեզ։ Շարունակում ենք։ Որքան է տևել աշխարհի ամենակարճ ամուսնությունը։
Կարող եմ գծիկ ինչ-որ այսքանից այսքան, թե կոնկրետ։ Չէ, միջակայք չնշենք, որ ավելի հստակ լինի։ Կոպիտեր հետս լավ։ Լավ է գրածս առաջ ստիվը տենց էլ կան։ 3, 2, 1 Լևոնի կարծիքով 30 րոպե է տևել ամենակարճ ամուսնությունը, իմ կարծիքով 10 օր։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ Զգացում եմ, չէ՞ որ տղամարդ է պատասխանել հարցին։ Քուվեյթում նորապսակները ամուսնալուծվել են ամուսնանալուց 3 րոպե անց։ 3 րոպե։ Այո։ Իմիջիայլոց ասեմ, Պարսկաստանում այս մեկը ես եմ, չէ՞։ Հա։ Շնորհակալություն։ Եկալ է ես եմ, ես Իմիջիայլում ինչքան գիտեմ, Պարսկաստանում երբ որ ուզում ես մարմնավաճառի տեղ գնաս, դարվում է օրենքով, մտնում ես, զաքսավորվում ես, այդ ամեն ինչը բարձում է, գալիս բաժանվում է, հետ ես գնում։ Դրա համար ես այս 30 րոպեն գրեցի։ 30 րոպե։ Զաքսավորվել է հետը։ Ну, չգիտեմ, ես կարելի գրեի 2 ժամ, մեկ այլ տանելու էի։ Ուզում եմ ասեմ, ես թեթև ինֆորմացված եմ դրանից։ Լևոն, բաժանվեցիր, որ ազատ ապրես, այդպես էիր ասում հարցազրույցներից մեկում։ Ես ասել եմ ազատ ապրել։ Այո։ Կյանքում ես այդ բառը բաժանությունով չեմ ասել։ Բաժանվել է, որ չմոռանամ սիրելը։ Խանգարում է ամուսնությունը սիրելուն։ Ոչ։ Դա դուք ամուսնացած եք, չէ՞։ Ոչ։ Դրա համար ցենը տակ տեղից է գալիս։ Ես ես մաղթում եմ երջանկություն, երկար տարիների կյանք։ Անպայման կուզենամ գտնեք այն տղամարդուն, որի վրա կուզենաք հենվեք, ու ամեն անգամ այդ տղամարդու որոշում կայացնելուց հետո դուք ցես կինս գաք։ Դա ամենապապաբանն է։ Շարժվենք առաջ։ 3-1 հաշիվը։ Գոնե հիշում ես 3-նովա, 1-նովա։ Ինչ էական է։ Մարտը սմարտերն է։ Միանշանակ։ Գնացինք։ Կանա, սախ մեկ կանոպկեն։ Քանի Գրեմի ունի աշխարհի ամենաշատ մրցանակակիր արտիստը։ Ինչքան հերոյ։ Չգիտեմ, բայց թիվ եմ գրում։ Մի նայ։ Կուզեմ արդագրեմ։ Դպրոցը այդպես ավարտեցի, հա։ Չէ։ Գերազանցիկ ես։ Հա։ Մերնեմ կարմիր դիպլոմից։ Մենակ մաթեմատիկա էի թուր։ Հա, ես էլ հաշվեք 3, 2, 1 Կանից է գրե 35 իմ կարծիքով եւ Լևոնի կարծիքով 23։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ընդհանուր Գրեմմի մրցանակների քանակով ռեկորդը պատկանում է Բեյոնսեին, ով ունի 35 մրցանակ։ Դուք շոու բիզնեսից լավ տեղեկացված եք։ Բոլոր համընկնումները պատահականություն են։ Լևոն, եթե հենց հիմա ինչ-որ շատ վատ լուր ինձ հայտնեիր, բայց ստիպված լինեիր դա զվարճանքի տեսքով մատուցել, ինչպես կլիներ։ Չեմ ուզում քեզ ցավացնեմ, Ես ուզում եմ այդպիսի լուր ասես ինձ, բայց ուրախ տոնով եւ խաղարկելով այդ իրավիճակը։ Մատուցեք ինձ այդպիսի լուր։ Պատմություն ու այս հարցից մի անգամից փակեմ, դա ինչ առումով ինչ մեկի հայրը մանում ասանք տնեցիկ ասում են վայ բան ես չեմ կարող այդ մարդուն ասեմ խնդրում եմ բանման ասում տվեք ես կասեմ չենց գնի գերասում տղեն էլ Ամերիկայում որտեղ ասում ալո բարե ոնց եք լավ է մեն ինչ նորմալ է ցավտան չեմ մոտ նորմալ է ուղղակի պապան մի քիչ վատ է զգում ընդ տարանք բան մորգ հա էտա բարե հա եղավ ցավտան պապան վատ է զգում տարանք մորգ հա նորմալ է եղավ բալա տավե Այդ մատեցի ջոգը ինչ աղը, հետո են ասում, որ մահացել է պապան։ Ես շնորհակալ եմ շատ, որ եկար, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունեցա շփվելու։ Ռոբոտ չկա։ Ռոբոտը վերջացավ, խաղն ավարտվեց։ Քանից։ 3, 4, 1 Ճիշտ է ցույց տվել մատերը։ 4-1 Մի հատ իսպիսի հարց, իսկ եղել են հյուրեր, որոնք հաղթել են։ Այո։ Քանի օքեյ։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերկյանը, շատ հաճելի էր։ Իդեան լավն է։ Ну, ասած երիտասարդներով նստեք, գտեք եկեք sense բանակ։ Ես սիրում եմ այս էնտուզիազմը, որ կա։ Ես ուզում եմ այդ էնտուզիազմը տարածվի նոր սերունդի վրա։ Առանց սովետի ժամանակ այդ էնտուզիազմ հասկացողության տակ ծնվում էին ներկայացումներ։
ծնվում էին խմբեր, ծնվում էին երկիշներ ու դա այդ էնտուզիազմի, այդ անկեղծության արդյունքն էր։ Ես կարծում եմ, այս մթնոլորտի մեջ կա այդ էնտուզիազմը, ձեզ բարի ճանապարհ, դուք դեռ շատ ճանապարհ ունեք անցնելու, պինտեղ եք, աշխատեք չկոտրվել, սիրում եմ ձեզ գժի պես, այ ռոբոտը, մի խոսքով։ Շնորհակալ եմ շատ։ Կյանքում չթողեք ինքը ձեր կյանք մտնի։ Ձեր ամեն օրով ապրեք, ոչ թե իրատաբացով ասածով, մինչեք վրեժ շուն հաչասում հաղորդումը փագեք գնա, հաղորդումը փագեք գնա։ Փակում ենք հաղորդումը, սիրելի դիտողներ, շնորհակալ եմ շատ, կներեք, որ պարտվեցիք, ես չէի ուզում։ Ես չեմ պարտվել, կյանք, ես ապրել եմ այս քանի րոպե։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։